Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները նոր թափ են հավաքում ու ամեն բացահայտում մի ամբողջ պատմություն է փոխում։ Դրվագ առ դրվագ սյուժեն խտանում է բացահայտումները, մեկը մյուսին են հաջորդում, իսկ հերոսների միջև հարաբերությունները լարվածության գագաթնակետին են հասնում։ Հենրին վերջապես բացահայտում է ողջ ճշմարտությունը, Հալալն է այն մարդը, ով կազմակերպել է աղջկա հայտնվելն իր անկողնում գումարի դիմաց, նպատակ ունենալով բաժանել նրան Անգելինայից։ Սակայն ամենատխուրն այն է, որ Անգելինան չի հավատում Հենրիին, նա համոզված է, որ Հենրին ուղղակի փորձում է արդարացնել իրեն ու սևացնել իր ընկերոջը։ Հենրիի ցավն ավելի խորն է ոչ միայն վստահության կորստի, այլ նաև այն գիտակցման, որ իր սիրելի աղջիկը չի կարողանում տեսնել ճշմարտությունը։ Մինչ Հենրին փորձում է վերականգնել արդարությունը, Բագրատը նորից խաղի մեջ է մտնում։ Նա որոշում է իր քույր Անետին ամուսնացնել իր գործընկերներից մեկի հետ, միաժամանակ փորձելով նրան դարձնել իր լրտեսը։ Բայց շախունցների ընտանիքը թեկուզ չգիտակցելով արդեն իսկ զգում է Անետի բացակայությունը, նրա խոհանոցային հոգատարությունը, հոգատար աչքերը և սրտաբաց բնավորությունը տանն արդեն նկատելիորեն պակասել են։ Սակայն ամենաինտրիգային ու ճակատագրական շրջադարձն առջևում է։ Բագրատի մոտ հայտնվում է մի կին, ով տարիներ առաջ նրա կողքին էր Մոսկվայում։ Սկզբում թվում է, թե նա պարզապես անցյալի մի դրվագ է, վերադարձել է, որպեսզի ամուսնանա Բագրատի հետ, սակայն շուտով պարզվում է, որ այդ կինը պատահական մեկը չէ։ Նա հենց Հենրիի կենսաբանական մայրն է, ում ճակատագրական հանգամանքների պատճառով բաժանել են որդուց տարիներ առաջ։ Բագրատն իմանալով այս գաղտնիքը, անմիջապես այն օգտագործելու է որպես շանտաժի միջոց։ Նա զանգում է Միքայելին, Աննային, պահանջելով գումար, հակառակ դեպքում սպառնում է բացահայտել ճշմարտությունը Հենրիի համար։ Միքայելի և Աննայի մտահոգությունն աճում է, քանի որ եթե Հենրին իմանա իր իրական ծագման մասին, ոչ միայն ընտանիքը կկործանվի, այլև նրա հոգեկան աշխարհը կփլուզվի։ Բայց ճշմարտությունն, ինչպես ասում են, երկար հնարավոր չի լինի թաքցնել, դրվագները կհասունանան այն կետին, երբ ամեն ինչ կպայթի։ Հենրին կսկսի կասկածել իր ծնողների պատմությանը, կհետևի սեփական հետաքննությանը և շատ շուտով ճշմարտությունը կբացահայտվի։ Իսկ այդ ընթացքում Անգելինան, դեռևս չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում, կմնա լաբիրինթի մեջ մի կողմից սիրահարված Հենրիին, բայց մյուս կողմից նրա կյանքում շատ շուտով կհայտնվի ևս մեկը, ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, նրան մարմնավորելու է սիրված դերասան Անդրանիկ Հակոբյանը։ Նոր կերպարը Գոռ Մարկիչն է։ Նա, իհարկե, անտարբեր չի լինի Անգելինայի հանդեպ և, ինչպես ասում են, բախումներ կունենա Հենրիի հետ, իսկ թե ինչպես կզարգանա այս սիրային եռանկյունին, ցույց կտա ժամանակը։ Այս ամենը խոստանում է շռնդալից շրջադարձեր, լարված կոնֆլիկտներ ու նոր սիրային եռանկյունիներ։ Սերիալը գնալով դառնում է ավելի խորը, դրամատիկ և դիտարժան։ Թե ով կգտնի իր ճշմարիտ տեղը այս բարդ հյուսվածքի մեջ, ցույց կտա միայն ժամանակը։ Իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բացահայտեք ամենահետաքրքիր ու դիտարժան տեսանյութերը դիտելու հնարավորությունը մեր ալիքում և իհարկե գաղտնիքներ, որոնք միայն դուք կիմանաք առաջինը։ Տեսանյութի մեկնաբանություններ դաշտում էլ անպայման գրեք ձեր կարծիքը հեռուստասերիալում կերպարների և դերասանների մասին և գրեք նաև, թե որ կերպարի կամ դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք, որ ամենահետաքրքիր ու ինտրիգային սերիաները դեռ առջևում են, մնացեք մեզ հետ ու փորձենք միասին բացահայտենք, թե ինչ է կատարվելու հետագայում։ Ինչպես երևում է, Բագրատն իր ամբողջ ուժով դուրս է եկել շախունցների դեմ, ու կարելի է ասել, շատ դժվար թշնամի են ձեռք բերել շախունցները։ Թե ինչով է զբաղվել Բագրատը Մոսկվայում, որ այդքան հարստացել է և ոտք է մեկնում շախունցների ընտանիքի հետ, ցույց կտա ժամանակը։ Իհարկե, այդ ամենը հենց այնպես չէ։ Նա խարդախ եղանակով է այդ ամենը ձեռք բերել։ Ինչպես արդեն ավելի վաղ նշել էինք, Սեմն էլ անտարբեր չի մնա Ֆաինայի նկատմամբ։ Նա արդեն ունի զգացմունքներ, իսկ այդ զգացմունքները գնալով խորանալու են, բայց ինչպես նա քրոջը պատմության ընթացքում նշում է, իր պապիկին, այսինքն Ֆաինայի պապիկին ինչ-որ տեղ տեսել է։
Սեմը երեխա է եղել, երբ նրա հայրիկին ինչ-ինչ պատճառներով սպանել են, և շատ շուտով նրա հիշողության առաջ կկանգնի այդ պատկերը, և նա կհիշի, որ սպանողներից մեկը հենց Ֆաինայի հարազատ պապիկն է։ Ինչպես կզարգանա նրանց պատմությունը, երբ Սեմը հայտնաբերի, որ իրենց հորը սպանել է հենց Ֆաինայի հարազատ պապիկը, ցույց կտա ժամանակը, բայց նրանց զգացմունքները կլինեն իրական, իսկական ու անկեղծ, և այդ պատճառով հնարավոր է, որ սերը հաղթի ցավին ու վրեժին։ Գնալով իրադարձություններն էլ ավելի են լարվում, իսկ հեռուստասերիալում, բացի Անդրանիկ Հակոբյանի մարմնավորած կերպարից, դեռ նոր կերպարներ կմիանան, իսկ ովքեր են նրանք լինելու և ինչպիսին է լինելու սերիալի հետագա ընթացքը, կբացահայտենք շատ կարճ ժամանակ անց։ Բաց չթողնեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը։ Իսկ Անգելինային դեռ շատ մեծ փորձություններ են սպասվում։ Ինչպես նրա հայրը Ավագն է նշում, նրանք վերջապես պետք է մեկնեն երկրից։ Արդյոք նրանք կկատարեն այդ քայլն ու կհեռանան երկրից։ Արդյոք Անգելինան կհամաձայնվի ուսումը կիսատ թողնել ու մեկնել, ցույց կտա ժամանակը։